Ապա փաթեթավորենք նոր գրքերս ու ծանոթանանք նկարագրություններին։ Երջանկության հանրապետություն, Իտո Օգավա։ Գլխավոր հերոսուհին Հատոկոն է։ Երիտասարդ աղջիկ, ով տիրապետում է շատ հին մի արհեստի, ուրիշների փոխարեն նամակներ է գրում, հատկապես բարդ ու հուզիչ իրավիճակներում։ Նրան բազմաթիվ դասեր է տալիս նաև իր հարազատ քաղաքը, Կամակուրայի հնագույն մայրաքաղաքը, որի հազարամյա ավանդույթներն օգնում են հասկանալ, ինչպես ճիշտ վարվել, որպեսզի կարողանաս ապրել ներդաշնակության, խաղաղության և երջանկության մեջ։ Ադամամութ, Վահագն Գրիգորյան։ Վեպը մի ընտանիքի ավելի քան կեսդարյա պատմություն է։ Հետևելով դժվար ճակատագրի տեր իր հերոսների կյանքին, հեղինակը հաստատում է կարևոր մի միտք։ Ներկայի ամեն պահը անցյալի շարունակությունն է ու վաղվա սկիզբը։ Պատմության առաջ պատասխանատու է ամեն ոք։ Թաքնված ծովախորշը։ Օլիվեր Գորդոնը ժառանգություն է ստանում գաղութային ոճով վիլլա, Մարիանան։ Վերանորոգման աշխատանքների ժամանակ տան նկուղում հայտնաբերվում է նորածնի մարմին, իսկ դրա կողքին մի տարօրինակ արձանիկ։ Այս սարսափեցնող գտածոն կարծես դուռ է բացում դեպի անդունդ, եւ այդ խաղաղ քաղաքում սկսում են տեղի ունենալ դաժան սպանություններ, մեկը մյուսից ավելի բարդ։ Օլիվերը, որը փորձում է խուսափել իր անցյալից, հասկանում է, որ հայտնաբերված արձանիկը եւ բոլոր հետագա իրադարձությունները ուղղակիորեն կապված են հենց իր հետ։